Տեխնիկական պատճառներով ուշացման ավական նիստը մեկ ժամ ուշացման համար ավականներ ավականներից մեկի մոտ խնդիր էր առաջացել, որի համար ներողություն եմ խնդրում։ 5-րդ հերթական նիստն այսօր ունենք 13 հարց, կողմ եք բոլորը։ Երկրորդ հարց, Հայաստանի Հանրապետության Նավարանի մարզի համայնքի 26-28 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։ Զեկուցող Ռուզաննա Թեմուրյան։ Հայաստանի Հանրապետության Նավարանի մարզի համայնքի 26-28 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։ Զորիկը ծրագիրը ծավալում է, բայց ուղղակի տեղեկացված է, որտեղ ներկայացվել է 5-24 թվականի հաստատված կատարված հաստատի բյուջեն է, 25 թվականի հաստատված բյուջեն, բայց 26-28 թվականների կանխատեսվող բյուջեն։ Այսինքն մենք կանխատեսել ենք մեր եկամուտները և ըստ եկամուտների կանխատեսել ենք մեր ծախսերը։ Ծրագրում ըստ ոլորտների ներկայացված են բոլոր ծախսերը, եկամուտները ըստ տեսակներով ներկայացված են։ Ներկայացված է, այնտեղ նշված է նաև մեր դեֆիցիտը և ներկայացված է մեր զարգացման հիմնական ուղղությունները, մեր ծրագրերը, որոնք պետք է կատարեն 26-28 թվականների ընթացքում։ Ավելի եմ հաշվի առնվել նաև միամյա ծրագիրը, որը մեր հաստատել ենք և հանձնաժողովի կողմից խորը ուսումնասիրվել է դրական երկրագործություն։ Ովքեր են դեմ հաստատման։ Երրորդ հարց. Հայաստանի Հանրապետության Նավարանի մարզի Արաքս համայնքի ավականու 24 թվականի նոյեմբերի 21-ի համար 57N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Զեկուցող Ռուզաննա Թեմուրյան։ 25 թվականի բյուջեում կատարում են փոփոխություններ, հիմնականում ճանապարհային տնտեսության հետ կապված։ Մենք ունենք սուբվենցիոն ծրագրեր, հիմնական փոփոխությունը վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, որտեղից նախատեսել ենք պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումներ ավելացնել 249 միլիոն 520 հազար, որը տեղափոխվում է ճանապարհային տնտեսության սուբվենցիայի հաշվի վրա։ Եվ մեր համայնքի մասնաբաժնի մասով ավելացնում ենք 275 միլիոն, 275 միլիոնը հատկացնում ենք մեր պահոստային ֆոնդից։ Պահոստային ֆոնդից նաև նվազեցնում ենք 21 միլիոն, որից 1 միլիոնը Արաքսի համայնքապետարանի ծրագրի համակարգչային ծառայությունների ավելացում ենք տվել, իսկ 20 միլիոնը մեր արտաքին լուսավորության աշխատանքների հոդվածին ավելացրել։ Ասեմ ձեզ, 25 թվականի սուբվենցիոն ծրագրերի հաստատվել է և արդեն բոլոր մոդելները հայտարարված է 7 գյուղի ասֆալտապատում։ 7 գյուղում ասֆալտապատում իրականացնելու դրա համար բոլոր գումարները դրում ասֆալտապատման վրա և ստացել են 2 մայր, որոնց մշտիկները ամբողջովին բոլորը հայտարարված են։ Դեմ չկա։ Չորրորդ հարց. Անհատից օգտագործման իրավունքով անշարժ գույքը գայի մանկապարտեզ հողակին տրամադրելու մասին։ Զեկուցող քաղաքաշինության և գյուղաշինության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Քեշիշ-Ղուկասյան։ Անհատից օգտագործման իրավունքով անշարժ գույքը գայի մանկապարտեզ հողակին տրամադրելու մասին։ Հայաստանի Հանրապետության Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Հայ գյուղ Իսահակյան առաջին փողոց 16-րդ գտնվող մանկապարտեզի շենքը և պարիսպի և դրանց մատեցած սպասարկման օգտագործման սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատուց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Արաքս համայնքի գայի մանկապարտեզ հողակին նախատեսական կրթություն իրականացնելու նպատակով։ Դեմ չկա։ 5-րդ հարց. Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույքը մեծամորի մանկապարտեզ հողակին տրամադրելու մասին։ Զեկուցող Անահիտ Քեշիշ-Ղուկասյան։ Հայաստանի Հանրապետության Արաքս համայնքի Արվավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող մեծամոր Խաչատուր Աբովյան
փողոց 1-2 հասցեին գտնվող մանկապարտեզի շենքը եւ արկա միությունները եւ դրանց զբաղեցած օգտագործման սպասարկման համար անհրաժեշտ լողամասը անհատուց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Արաքս համայնքի Մեծամորի մանկապարտեզ ՈԱԳ-ին նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։ Անհատուց օգտագործման իրավունքով աշխարհ գույքը Արաքսի մանկապարտեզ ՈԱԳ-ին տրամադրելու մասին զեկուցող Անահիտ Քեշիշ Ղուկասյան։ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Արաքս գյուղի դրոյի փողոց 3 հասցեին գտնվող մանկապարտեզը եւ դրա զբաղեցած օգտագործման սպասարկման համար անհրաժեշտ լողամասը անհատուց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Արաքս համայնքի Արաքսի մանկապարտեզ ՈԱԳ-ին նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։ Ինչի են տալի հողակներին, որպեսզի մանկապարտեզները, մեծ նոր բացված մանկապարտեզները լիցենզավորվեն, այսինքն շենքը լիցենզավորվեն։ Համայնքի անունով վկայականները անհատուց օգտագործման իրավունքով հանձնում են դրա մանկապարտեզի ՈԱԳ-ին։ 7-րդ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշռի և ցամաքային ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին զեկուցող Անահիտ Քեշիշ Ղուկասյան։ Արաքս համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշռի և ցամաքային ծածկույթի դասակարգմանը ըստ հավելվածների որոնցից ուղարկել։ Փոփոխությունները կատարվել են հողային հաշվեկշռում մեր կողմից ուսուցարված, արձակալված և գործառնական նպատակային նշանակության փոփոխությունների հետ կապված։ Այսինքն նախորդ տարվա հաշվեկշռից հետո ինչ կատարվել է համայնքում եւ նպատակային եւ գործառնական եւ որպես սեփականություն կամ բացակայություն հանձնված բոլոր հողերը փոփոխությունը կատարվել է եւ բոլոր հավելվածները ուղարկվել է ձեզ։ Դեմ 8-րդ գումար հատկացնելու մասին զեկուցող Շանթ Աբրահամյան։ Արաքս համայնքի դպրոցների 2020-2026 թվականների ուսումնական տարվա առաջին դասարանի աշակերտների համար նվերներ ձեռք բերելու նպատակով Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 3.300.000 դրամ։ Ոսկե վերաբերում է առաջին դասարան հաճախող երեխաներին։ Նախորդ տարի 3 միլիոն։ Դեմ իսկ ունենք երեխաների մոտավորապես հստակ չենք արտան, որովհետև հիմա տալիս են ըստ ծնվածներին ֆինանսված անձանց ծնված երեխաների քանի, բայց քան որ մեր համայնք չեն գալիս կամ ասենք աղջիկ են ամուսնացել են դեր են դրանցված ցույց է տալիս։ Ամեն դեպքում ամեն տարի 300 շատ պակասան։ Թիվը կա նախնականով 335 Դեմ ունենք 9-րդ գումար հատկացնելու մասին զեկուցող Շանթ Աբրահամյան։ Արտիմեդի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության սննդի պահեստի համար ութորակիչ ձեռք բերելու նպատակով Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 145.000 դրամ։ Դեմ 10-րդ գումար հատկացնելու մասին զեկուցող Շանթ Աբրահամյան։ Օգոստոսի 16-ին Գայ գյուղում Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված միջոցառում իրականացնելու նպատակով Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 500.000 դրամ։ Դեմ 11-րդ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավականու 25 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստերի ժամանակացույցը սահմանելու մասին զեկուցող իրավաբանական բաժնի պետ Անժելա Մուրադյան։ Որոշման համար հիմք է հանդիսացել
տեխնական դիտակառավարման մասին ունենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ավականու փետրվարի 11-ի համար 12 որոշման հաստատել ավականու նոր կանոնակարգ, այսինքն նոր հոդվածված կանոնակարգ, որի համաձայն պետք է ավականու նիստերը, արտենիստները, տակարինական նիստերը անցկացվեն ժամը 11:00-ին, ուստի ըստ ժամանակացույցի նիստի անցկացման օրերը սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 9, հոկտեմբերի 16, նոյեմբերի 20 և դեկտեմբերի 24-ը դեսկատակից դեսկատակից կանցկացվի ժամը 11:00։ Դե չկա 12-րդ Հայաստանի Հանրապետության Նավարանի մարզի Արաքս համայնքի ավարտան 25 թվականի փետրվարի 11-ի համար 09-ա որոշման մեջ մտածումներ կատարելու մասին։ Զեկուցող իրավաբանական բաժնի Անժելա Մուրադյան։ Որոշման համար հանդիսացած է տեղական կառավարման մասին օրենքի 77 հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն պետք է նոր ձեռնարկելուց հետո շաբաթյա ժամկետում դուքադրման փաստաթղթերի կատարի լրացում և ավականու առաջիկա հաստատությունը։ Ուստի դուքադրման 24 թվականի փաստաթղթերի կատարի լրացում համաձայն հավելվածը չընտրեցեն 35 հետո բաղկացած քույր է ձեռքբերել։ Այս սա ձեռքաբերվել 25 թվականի ամբողջ այս ընթացքում Իգին Մուրադյան ասես մեկ շարով վերջական լիստերում այդ չեն կարել, հիմա տարի մեկ կամ երկու անգամ դուքադրենք, անենց որ կարևոր որ տարվա ընթացքում, տարվա վերջին մեր ամբողջ դուքը դուքադրված է, ինչ որ ձեռք են բերում։ Դեմ չկա։ 13-րդ հարց Հայաստանի Հանրապետության Նավարանի մարզի Արաքս համայնքի ավարտան 22 թվականի ապրիլի 25-ի համար 47-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Զեկուցող իրավաբանական բաժնի Անժելա Մուրադյան։ Որոշման փոփոխությունը կատարվում է 2022 թվականի ապրիլի 25-ի Արաքս համայնքի քննադատության և դատապարտության մարմնի ստորգրող քննադատության և դատապարտության մարտահրավերի կազմակերպելու մասին որոշման մեջ որոշման հաստատված հավելված ներքննադատության դաշարակարգում անձին փոփոխում է որոշ անձանց կապով փոփոխություն Չէ, նոր կազմընթացի, նախագահ Պետրոս Ավակյան, մասնաժողովի նախագահի տեղակալ Նայիրե Դավթյան, հանձնաժողովի քարտուղար Աննա Թադևոսյան, անդամներ Գայանե Մովսիսյան, իրավաբանական բաժնի պետվարի առաջկա մասնակից, Անժելա Մուրադյան, իրավաբանական բաժնի Նորիկ Բաղդասարյան, Արաքս համայնքի արտաշնի միջնակարգ գործարարի տնօրեն, Մարինե Թեմուրյան, Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնակից, սոցիալական աշխատող, Անահիտ Մկրտչյան, Արաքսի բժշկական ամբուլատորիայի նորակի տնօրեն, Սյուզաննա Միրզոյան, Գարի արվեստի դպրոց նորակի տնօրեն։ Դե մեր հանձնաժողովի ստացված շնորհակալություն եմ հայտնում բոլորին և երկու ամսով ավականի նոր արձակություն։ Ամենայն բարիք եմ ցանկանում ձեզ, ամենալավ արձակություններից ձեզ կյանքում բոլորին այս արձակությունը հանգստացեք և նոր շնչով, նոր ոգով դրանք մասնակցենք երկրորդ նիստաշրջանին, որը կունենա սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին։ Եվ ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում այսօրվա ավարտանի նիստը ինչ-որ մեր ժամում ուշացնելու համար արգելից պատճառով։ Շնորհակալ եմ։